Իդեպ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե չկա Սևանալիճ, կա Գյոյչալիճ, ինչպես նաև հերթական անգամ խոսել է ադրբեջանցիների այսպես ասած վերադարձի մասին, Հայաստանի տարածքը անվանելով Արևմտյան Ադրբեջան, ասում է, հայ ժողովուրդը չպետք է անհանգստանա, մենք գալու ենք մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այս արդարացումը թերևս դուր եկավ Ալեն Սիմոնյանին, նա այս հայտարարություններում սպառնալիք չի տեսնում, ըստ ԿՊԱ-կանի կարևորը այն է, որ չի ասել տանկերով ենք գալու։ Հիշեցնենք, օրեր առաջ էլ ադրբեջանցի падգամավորներից մեկը հայտարարում էր, որ եթե մի օր Ադրբեջանի առաջնորդի ելույթը լսեք Երևանից, իմացեք, որ Իլհամ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս առաջինից։ Այս հայտարարությանը ոչ մի իշխանական Հայաստանից չի արձագանքել, սակայն քիչ առաջ հիշատակված ԿՊԱ-կանը նույն օրը հույս էր հայտնում, որ Ալիևն ու Էրդողանը կգան Հայաստան, իրենք էլ ամեն ինչ կանեն, որ նրանց համար այստեղ հանգիստ լինի։ Նույն կերպ Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքում, երբ օրինակ Իլհամ Ալիևը հայ հասարակությանն անվանում է հիվանդ, սակայն արձագանքում է, երբ հայերը հարցնում են, թե ինչու են Երևան հրավիրվել հակահայ ադրբեջանցիներ։ Արարատ Միրզոյանն ասում է, ինչ տարբերություն ով է եկել, նրանք բոլորը մեզ են ատել, մենք բոլորս նրանց։ Հետաքրքիր է, ՔՊ վերնախավը այս ամենի մեջ փոխվստահության նշույլ տեսնում է, թե ոչ։ Փաշինյանի ասած կաթիլ վստահության կառուցումը միայն հայ հասարակությանն է վերաբերում, թե նրանք էլ են Ադրբեջանը շփոթել Կամբոջայի կամ Ալբանիայի հետ։